Ժորժան, Հայաստանին անհրաժեշտ է նոր ընդդիմություն, որպեսզի այդ ընդդիմությունը ներկայացնի մարդկանց առօրյա խնդիրները, որպեսզի այդ ընդդիմությունը ստիպի իշխանություններին անընդհատ այդ խնդիրներին ուշադրություն դարձնել, լուծումներ տալ, որովհետև ի վերջո ընդդիմությունը ինչ է, ընդդիմությունը ժողովրդին ներկայացնող քաղաքական միավորում է, ժողովրդի հոգսերը, խնդիրները բարձրաձայնող, այլ ոչ թե սեփական կարիերայի հարցերը լուծող ինչ-որ քաղաքական գործոն։ Պետք է մենք մի բան հասկանանք, ամենակարևորը, Հայաստանում այս 5 տարիների ընթացքում այս ազգային ժողովում մարդիկ չտեսան որևէ քաղաքական նախաձեռնություն, որը կապված է մարդկանց առօրյա խնդիրների հետ։ Կա բարձր վարկային տոկոսադրույքներ, մարդիկ վարկային տոկոսադրույքների տակ իսկապես չեն դիմանում եւ ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի տանեն մի վարկը փակեն, մյուս վարկը վերցնեն, հասկանում եք։ Այսինքն այս առումով մեկը չվերկանա բասի ազգային ժողովում։ Կառավարություն, վարկային տոկոսադրույքները իջացրեք։ Տեսանք դա, չէ, չտեսանք։ Մեկը վերկացավ 5 տարիների ընթացքում ասես թոշակները բարձրացրեք, լավ եղել է ինչ-որ տես նախաձեռնություն կամ խոսակցություն, ինչքան հիշում եմ, բայց միջև վերջ տարան կամային առումով այդ հարցը առաջ, ոչ։ Մեկը վերկացավ ասեց անարդար կերպով մարդկանց կտրում են նպաստից, հաշմանդամության կարգից, երեխաներին շաքար ունեցող կտրում են հաշմանդամության կարգից, օժանդակությունից։ Մեկ այդ հարցով ազգային ժողովում զբաղվեց, ընդդիմությունը դրանով զբաղվեց, թե չէ։ Սա է կարևոր։ Մարդիկ ուզում են սա տեսնեն, ոչ թե աթոռակռիվ, իրար վիրավորել, գզվռտոց եւ այլն եւ այլն։ Մարդիկ դրանից ուղակի հոգնել են։ Ես Արման Ղուկասյանն եմ, Ժորժան, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, եւ ես ասում եմ հետեւյալը. ժողովուրդը պետք է գնա եւ ընտրի ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն։ Այսինքն, երբ ժողովուրդը ասում է, ես չեմ գնալու ընտրություններին, որովհետև ես այս իշխանությանը չեմ ուզում, մեկը իմ ձենը ոչինչ չի որոշում, Ժորժան, նախ եւ առաջ ասեմ, դուք դրանով նպաստում եք հենց իշխանությունների վերարտադրությանը, որտեղ որքան քիչ կլինի մասնակցությունը, այդքան ավելի քիչ ձայնով իշխանությունը կվերընտրվի, հա, այդքան ավելի քիչ պետք կլինի մեծամասնություն հավաքելու համար։ Եվ երկրորդը, դուք երբ գնում եք ընտրություններին, դուք նաև պետք է ընտրեք նոր ընդդիմություն։ Այսինքն ընդդիմություն, որից դուք դժգոհ եք, որը դուք տեսել եք, ինքը պետքա փոխվի այն ընդդիմությամբ, որը դուք ուզում եք, եթե դուք տեսնում եք քաղաքական դաշտում։ Ժորժան, գնացեք ընտրություններին, քվեարկեք, որպեսզի դուք լինեք տերը այդ 5 տարիների, որպեսզի դուք որոշեք ով կլինի իշխանություն, ով կլինի ընդդիմություն եւ հետո պահանջեք թե իշխանությունից, թե ընդդիմությունից։ Այո, դուք պետքա պահանջեք, պահանջատեր լինեք, ասեք, որ դուք ընտրել եք իշխանություն, դուք ընտրել եք ընդդիմություն եւ այո, այդ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ եւ ամբողջ քաղաքական դաշտը պետքա ծառայի ձեզ։ Եվ դրա համար այս 5 տարիների ընթացքում մենք տեսանք այս ազգային ժողովում ոչ այս ընդդիմությունը իրան արդարացրեց, ոչ էլ բնականաբար, գիտեք, իշխանության մասով անընդհատ մենք ասում ենք իշխանությունը վատն է, էսա, այնա, էս չարեց, այն չարեց, բայց պետքա պահանջող ընդդիմություն լինի, ուժեղ ընդդիմություն լինի։ Ընդդիմություն, որին աջակցում է ժողովուրդը, դա ասեմ մի բան ձեզ, ամենակարևորը։ Այնպիսի քաղաքական կարևոր գործոն է, որ իշխանությունն էլ լինի, ով ուզում է լինի, չի կարող չկատարել ուժեղ ընդդիմության, որի տակ կա ժողովրդի աջակցությունը, չի կարող չկատարել այդ ընդդիմության պահանջները։ Եվ այո, դրա համար է պետք ուժեղ ընդդիմություն, որը որ իսկապես ներկայացնում է ժողովրդի շահերը։ Ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, ես ամենօրյա ռեժիմով փորձում եմ իմ լուման ունենամ այդ ընդդիմության ձևավորման հարցում։ Այո, ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն եւ այո, քաղաքականությունը պետքա ծառայի մարդուն։ Այո, քաղաքական դաշտը, բոլոր քաղաքական գործիչները պետքա ծառայեն մարդուն եւ ժողովրդին, ուրիշ տարբերակ չկա, ոչ թե նեղ քաղաքական էլիտար խմբերին, այլ հենց ժողովրդին։ Դա պետքա լինի մեր բոլորի նպատակը 2026 թվականին եւ դրանից հետո։